Երկրորդը արդեն խոսեցի հենց հավատքի մեջ վստահություն ունենալն է։ Վստահություն ունենալն է Աստծո խոսքի ու խոստումների մասին։ Այն ինչ որ Տերը խոստացել է, այդ խոստումը Տերը կկատարի։ Ֆիզիկապես չի խոստացել, որ խնդիրներ չենք ունենալու։ Նյութական առումով չի խոստացել, որ ամեն ինչ հալած յուղի պես է լինելու։ Այդ ամեն ինչը, այդ խոստումները չկան, բայց դրանից առավել խոստում կա։ Թեև մահանակ, եթե հավատացիք, ինձ հետ եք լինելու հավիտյան։ Սա այն խոստումն է, որին որ մենք պետք է վստահենք։ Դրա համար է, որ որպես հավատացյալներ մենք կարողություն ունենք քայլելու, կարողություն ունենք օրը վայելելու, Տիրոջով վայելելու։ Ես վերջերս նորից մտածում եմ, ասում եմ, տեսնես լավ, աշխարհիկ մարդիկ քայլում են ու որևիցե հույս չունեն։ Նորից իրանք իրանց հույսեր են տալիս, որ ինչ որ ապահովություն ունեն եւ այլն, բայց նորից արդյոք այդ ապահովությունն ունեն։ Չէ, ժողովուրդ ջան, այդ ապահովությունը չունեն, ու այդ նույնիսկ ապահովությունը չունեն մյուս վարկյանի։ Բայց ինչ որ կերպով ապրում են, չեն էլ մտածում սրա մասին։ Եթե մենք հույս չունենայինք, եթե մենք հույս չունենայինք, որ Տեր Հիսուս Քրիստոս ունի իշխանություն մահվան ու կյանքի վրա, մեր մյուս վարկյանը ինչպես է լինելու։ Ուղղակի սարսափահար մի իրավիճակ։ Պատկերացեք, ոչ մի բան ձեր ձեռքերի մեջ չի, ու հույս էլ չկա։